Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր հունիսի 27-ն է, նայում էի թե ինչ է կատարվում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, առավոտյան չստացվեց նաև պատրաստել հաղորդումը եւ տեսնում էի, որ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է թե ինչ է տեղի ունենում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, շատ ցավալի է այնինչ տեղի ունենում, բայց մենք հստակ հասկանում ենք, որ այդ թատրոնը հատուկ էր կազմակերպվել, ինչու էր Միքայել Աչապահյանը գնացել եւ թաքնվել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, ինչու էին փորձել հավաքել մի քանի 100 հոգի, նախ ահավոր է, որ ընդամենը մի քանի 100 հոգի են կարողանում հավաքել, բայց դա այն է, ինչին իրենք արժանի են, այդ մանիպուլյացիաները գալիս եմ, չեմ գալիս, պատացա հետ եմ դառնում, Գարեգին Բ-ի հայտարարությունները, այդ հրմշտոցները կամերաների առջև շատ վատ տպավորություն եւ նստվածք են թողնում յուրաքանչյուր հայ մարդու համար եւ կարծում եմ դա դրա համար էլ արված էր։ Չգիտեմ թե ինչու էին գնացել իրավապահները, ճիշտ ասած պարզ է որ այդտեղ թակարդ է եւ շատ լավ սցենար էր մշակված որոշ եկեղեցականների կողմից, այսինքն իրեն շատ ձեռնտու իրավիճակ էր ստեղծվել եւ իրենք փորձեցին մաքսիմում խաղարկել այդ ձեռնտու իրավիճակը։ Եվ հետո արդեն երևի թե հասկացան թե ինչ է տեղի ունենում, մի փոքր սթափվեցին եւ արդեն Միքայել Աչապահյանը որոշեց գալ եւ հանձնվել իշխանություններին, իրավապահ մարմիններին եւ ոտքով քայլելով գալիս էին Երևան։ Դրոներից նույնիսկ երևում էր թե որքան փոքրականակ մարդիկ են նրանց ուղեկցում։ Այնինչ իրականում նրանց պետք է ուղեկցեին տասնյակ հազարավոր մարդիկ, բայց քանի որ ժողովուրդը մեր շատ իմաստուն ժողովուրդ է, դրա համար էին ոմանք անվանում մեր ժողովրդին, չեմ էլ ուզում կրկնել թե ինչ էին ասում մեր ժողովրդի համար, մեր ազգի համար, այդ սրբազան կոչեցյալները, որոնք որ իրականում Քրիստոսին չեն հավատում, ոչ էլ Աստծո են հավատում, եւ քանի որ մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է, որ այս իրավիճակում ձեռնպահ մնաց աջակցել այդ հոգեվորականներին կամ հոգեվորական կոչվածներին, դրա համար սիրելի հայրենակիցներ այդպես են անվանում մեր ժողովրդին, ճանապարհին նաեւ իրենց մեջ ընդհանուրումներ ունեցան, դա եւս տեսակ շատ խայտարակ մի իրավիճակ։ Բայց ես ձեզ ասեմ հստակ, որ այդ ամենը ինչ կազմակերպվել էր Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, դա իրենց կողմից բեմական ներկայացում էր, դա իմ անձնական գնահատականն է, բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի իրավապահ համակարգը պետք է գնար այնտեղ, քանի որ կրկնեմ, իրենց համար շատ ձեռնտու իրավիճակ էր ձևավորվում, իրենց խաղերը փորձեցին կիրառել, բայց վերջում նաև հասկանալով, որ պետք է այնուամենայնիվ գան եւ հանձնվեն, դրա համար եկան եւ հանձնվեցին իրավապահ մարմիններին, այսինքն կոնկրետ Միքայել Աչապահյանը։ Ինձ համար շատ դժվար է, շատ ցավալի է խոսել այս ամենի մասին, քանի որ խոսքը հայ առաքելական Սուրբ եկեղեցու մասին է, որին դավանորդն ենք մենք շատերը, ճիշտ է ունենք նաև կաթոլիկ հայեր, ունենք մահմեդական համշենահայեր, որոնց որ Մայրաթոր Էջմիածնը չի էլ ճանաչում որպես հայ, նույնիսկ դա էլ չեմ ուզում ասել, լեզուս չի դառնում, քանի որ ինձ համար բոլոր հայերը միանշանակ հայ են, անկախ իրենց դավանած կրոնից ու հավատքից։ Կատարվածին է անդրադարձել նաև Նիկոլ Փաշինյանը, կրկին նոր հայտարարություններով է հանդես եկել, ասելով, որ քանի որ չստացվեց իրավապահների հետ ընդհարումներ անել, իրենք իրար մեջ ընդհարումներ կազմակերպեցին եւ նա ասում է, որ ընդհարումներ չեն լինի ու նրա խոսքերով հայ առաքելական եկեղեցու դավանորդները պետք է ազատեն վեհարանը եւ ունենան նոր վեհափառ։ Դե այս գրառումների ոճը եւ գաղափարը ընդհանուր առմամբ բոլորի համար կարծում եմ պարզ է սիրելի հայրենակիցներ։ Հիմա մեկ կարևոր հարցի անդրադառնամ, մեկնաբանությունների մեջ մեկը գրել էր, թե անկեղծ չեմ խոսում վերջին օրերին, ասեմ, որ եթե դուք նկատի ունեք այն, որ ես այս մի քանի օրերի ընթացքում չեմ քննադատում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, նախ մենք այնպես չէ որ ուղղակի նստում եւ քննադատում ենք։
ինչ որ բան չկա քննադատելու եւ մենք նստում հորինում ենք, թե ինչպես քննադատենք Հայաստանի իշխանություններին կամ ինչպես գովաբանենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Եթե կա կոնկրետ քաղաքական թեմա, որի մասին որ մենք խոսում ենք, ըստ մեր պատկերացումների եւ վերլուծությունների քննադատում կամ գովաբանում ենք, աջակցում ենք։ Բայց այն ինչի մա տեղի ունենում Հայաստանում, ըստ իմ համոզման եւ դրա փաստերը շատ են, բազմաթիվ վկայություններ կան, դա արտաքին միջամտում է Հայաստանի ներքին գործերին։ Արտաքին միջամտություն է, սիրելի հայրենակիցներ, եւ եթե որոշ հոգեվորականներ նախապատրաստել են պետական զավթում, այդպիսի հայտարարություններ են անում, թե ինչպես կարելի է գյուլել որոշ մարդկանց պատի տակ, հետո հավերժ կոմպենսացիա տալ հարազատներին, որ իբր հարազատներն էլ գող մնան, թե ինչպես կարելի է ավտոբուսները այրել, յուղ լցնելով, ինչպես կարելի է անվանել մեր ժողովրդին անասուն ժողովուրդ, անասուն ազգ, եւ ինչպես կարելի է խմբեր ստեղծել մոտ 200-250 հոգանոց խմբեր եւ փորձել հեղաշրջում իրականացնել Հայաստանում։ Ինչ այլոց այս լարված իրավիճակում, երբ որ իջմիածնում այդպիսի լարված իրադարձություններ, Հայաստանում ամենուր տեղեկություն կար, որ էլեկտրոէներգիայի անջատումներ էին պետական հաստատություններում, կառավարությունում նույնպես։ Այսինքն հստակ մեկ տեղից է այդ ամենը ուղղորդվում, սիրելի հայրենակիցներ։ Եվ ես այստեղ չեմ կարող չլինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ պետականության կողքին։ Ես միշտ ասել եմ, որ ինձ համար գերագույն արժեք է Հայաստանի եւ Վրաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը, եւ հետեւաբար ես այս պայքարի մեջ, որտեղ որ ինքնիշխանության համար պայքար է մղվում, ես չեմ կարող ինքնիշխանության կողմնակիցը չլինել։ Ես չեմ կարող նաեւ մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու ինքնիշխանության անկախության կողմնակիցը չլինել։ Եվ հետեւաբար այնինչ տեղի ունենում հայ առաքելական եկեղեցու շուրջ շատ մեծ ցավ է պատճառում նաեւ ինձ։ Չնայած նրա, որ կուսակրոնության ուխտը խախտելը մեծ մեղք է, կրոնական իմաստով իհարկե մեծ մեղք է, սակայն ես կասկածներ ունեմ, որ ավելի լուրջ խնդիրներ ունի մեր եկեղեցին, մեր եկեղեցու որոշ հոգեվորականներ, դրա համար ես ուզում եմ, որ մեր եկեղեցին անկախանա, ինչպես որ անկախ էր նախկինում, այսինքն եղել են պատմության մեջ հստակ շրջաններ, երբ որ մեր եկեղեցին որևիցե կապ չի ունեցել օտար երկրյա գործակալական ցանցերի մարմինների հետ, Ստալին չեն գովել, KGB-ի հետ, ինչպես որ փորձում են ասել եւ շուստի գտնվել, խաղեր տված քահանաներ չեն եղել, սովետական KGB-ի նկատի ունեմ, բնականաբար սովետական KGB-ի հետ խաղեր տվածները նաեւ FSB-ի հետ էլ խաղեր կտային, դա միանշանակ էր։ Եվ սիրելի հայրենակիցներ, դա շատ չափազանց կարևոր է, որ մեր եկեղեցին ծառայի մեր պետությանը, մեր ժողովրդին եւ բավարարի մեր ժողովրդի հոգեվոր կարիքները եւ ոչ թե օգտագործվի մեր պետության դեմ։ Այստեղ կոնկրետ հարց է Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին չէ խոսքը։ Այսօր կա Նիկոլ Փաշինյանը, վաղը չի լինելու ինքը վարչապետ։ Նաեւ մեկը գրել էր մեկնաբանությունների մեջ, վաղը եթե Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, Վլադիմիր Պուտինը չլինի նախագահ, Ռուսաստանը փոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, այդ ժամանակ ինչպես մոտավորապես այդպեսի գրառում էր, թե ինչպես կվերաբերվեք Ռուսաստանին, ես ասեմ, որ Ռուսաստանի նկատմամբ էս որևիցե թշնամանք չունեմ, բայց իրենց քաղաքականությանը մեր նկատմամբ կոնկրետ շատ վատ են վերաբերվում։ Ես հույսով եմ, որ ապագայում Ռուսաստանի Դաշնության մեջ, երբ որ իշխանափոխություն տեղի ունենա, նոր իշխանություն Ռուսաստանի Դաշնությունը ունենա, նրանք հասկանան, թե ինչ մեծ սխալ քաղաքականություն են վարել Հայաստանի նկատմամբ, իրենց ամենակարևոր դաշնակցի նկատմամբ։ Չեմ ցանկանում, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները վատը լինեն, բայց միանշանակ է, որ Հայաստանը պետք է ձերբազատվի այդ գործակալական ցանցից, որը որ գոյություն ունի Հայաստանում, ռուսական գործակալական ցանցից։ Միայն այդ ժամանակ բազմիցս նշել եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կարող են լինել իրոք շատ սերտ, շատ լավ հարաբերություններ կարող ունենանք Ռուսաստանի Դաշնության հետ։ Բայց եթե կա այդ գործակալական ցանցը եւ Ռուսաստանը միշտ փորձում է ներքին միջամտություն ունենալ, ինչպես հոկտեմբերի 27-ին էր եւ ինչպես նաեւ հիմա է տեղի ունենում, եթե կան այդպիսի միջամտություններ եւ մենք տեսանք թե ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, ինչ տեղի ունեցավ
Արցախից հետո, երբ որ հարձակվում էին սուվերեն տարածքների վրա, այդ ամենը բնականաբար յուրաքանչյուր նորմալ հայրենասեր հայ մարդու համար անընդունելի է, ինչպես նաև Վրաստանի քաղաքացու համար է անընդունելի, որի տարածքների բավականին մեծ մասը զավթել եւ բռնագրավել է նույն Ռուսաստանի Դաշնությունը։ Վրաց ժողովուրդը եւս չի կարող մոռանալ եւ ներել Ռուսաստանի Դաշնությանը այդպիսի վարկի համար։ Բայց նույն ժամանակ ինչքան էլ որ վրաց հասարակությունը շատ վատ վերաբերմունք ունի Ռուսաստանի քաղաքականությանը, մեծ հաշվով ես չեմ տեսնում հասարակ ռուս ժողովրդի նկատմամբ ատելություն Վրաստանում եւս։ Եվ այստեղ եւս մենք պետք է օրինակ վերցնենք վրաց ժողովրդից, որ հասարակ ժողովուրդը հասարակ ռուս ժողովրդի նկատմամբ կոնկրետ ատելություն չունի, բայց կոնկրետ իշխանությունների եւ ռուսական պետության այս քաղաքականության նկատմամբ շատ սարսափելի վերաբերմունք ունի։ Եվ նույնն էլ մենք, սիրելի հայրենակիցներ, հասարակ ռուս ժողովրդի նկատմամբ մենք չենք ունեցել եւ չունենք վատ վերաբերմունք, բայց Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ, որը որ փորձում է մեզ թելադրել քաղաքականություն, կայսերական քաղաքականություն, ներթափանցել է մեր եկեղեցու մեջ, մեր ազգային կուսակցությունների մեջ եւ հիբրիդային պատերազմի միջոցով իրենց գործիքների միջոցով փորձում են խաբել մեզ, որ դա է ազգայինը, դա է ճիշտը եւ մենք սխալ ուղու վրա ենք, որ ունենք ինքնիշխանություն, պետք է անընդհատ Թուրքին ատենք, այսինքն այն ատելությունը, որը որ կա մեր մեջ, պետք է բազմապատկելով ավելի շատ ատենք, որպիսի որպես ազգ, որը որ արդեն մոտ 3 միլիոն է, կարող է նույնիսկ էլ քիչ Հայաստանի տարածքում, պայքար մղելով 75-80 միլիոնոց Թուրքիա եւ 10 միլիոնանոց Ադրբեջանի դեմ ընդհանրապես, չգիտեմ, ինչ լինենք։ Միջայլոց մեկը գրել էր, թե Ադրբեջանը մի փոքր մեզանից շատ է, չէ։ Կարող եք ճշտել, Ադրբեջանի բնակչությունը վերջին տվյալներով կազմում է 10 միլիոնից ավել, իսկ Հայաստանում մոտ 3.5 անգամ նվազ է Հայաստանի բնակչությունը։ Էլ չասեմ նրանց նյութական հնարավորությունները, նրանց տարածքի մեծ մասը, այն որ իրենց երկրները բլոկադայի մեջ չեն, բազմաթիվ ֆակտորներ կան եւ դրա համար մենք պետք է չափազանց խելացի լինենք, սիրելի հայրենակիցներ, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր ինքնիշխանությունը։ Ոչ ոք չի պատրաստվում մոռանալ հայոց ցեղասպանությունը, ոչ ոք չի պատրաստվում մոռանալ մեր պատմությունը, մենք չենք մոռացել եւ չենք էլ մոռանալու, թե ինչպես Նախիջևանը, Ղարսը եւ Արևմտյան Հայաստանի մասերը հանձնեցին Թուրքիային, ով էր դրա հեղինակը, ինչպես հանձնվեց վերջում Լեռնային Ղարաբաղը, ինչպես արդեն մեր աչքի առջև հանձնվեց Ադրբեջանին։ Եվ այդ ամենը հաշվի առնելով մենք հիմա փորձում ենք ավելի ճիշտ եւ ճկուն խելացի քաղաքականություն մշակել, որպեսզի մեզ չօգտագործեն եւ հիմա տեսնում ենք, որ բոլորի մտքերը կոնկրետ սևեռված է, կենտրոնացած է Սյունիքի վրա, որ փորձեն գրավել Սյունիքը մեր ձեռքից անջատելով Հայաստանից, Հայաստանում էլ իշխանապողություն իրականացնեն, տնեն մի վասալ իշխանություն, միանգամից կփակեն անկախ լրատվամիջոցները եւ կսկսեն քարոզել, թե ինչպես ամեն ինչ լավ է եւ ամեն ինչի մեղավորը նախկին իշխանություններն են, նախկին ասելով ներկաներին ի նկատի ունեմ։ Բայց ինչ է պետք անել մեզ։ Հիմա մի երկու բառով խոսենք, թե ինչ է պետք անել մեզ եւ մեզ պետք է անել այն, ինչ Վրաստանը արեց օրենքի մակարդակով։ Ես այս մտքից խուսափում էի, բայց հասկանում եմ, որ ճիշտը դա է։ Անուն անպայման չէ դնել գործակալների ինչ որ օրենք օտարազդեցության գործակալների, բայց նման ինչ որ մի կարևոր շատ օրենք պետք է մշակվի Հայաստանում միանշանակ, որպեսզի Հայաստանը կարողանա ազդել այն բոլոր օտարածին, օտար ֆինանսավորում ունեցող մեծ լրատվամիջոցների վրա, որոնք որ փորձում են ազդել Հայաստանի բնակչության վրա։ Կոնկրետ դերսից հրահանգավորված գործողություններ են իրականացնում Հայաստանի դեմ։ Այդ օրենքի նորմերը պետք է մտցվեն նաև Հայաստանում, բնականաբար պետք է այդ ամենը խորհրդակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ Եվրամիության հետ, որպեսզի հարաբերություններում մենք խնդիրներ չունենանք։ Շատ կարևոր է, որ եթե այդպիսի օրենքներ ենք մշակում, հարաբերությունները չփչանան Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ Եվրամիության հետ։ Բայց ես կարծում եմ, որ այս պարագայում ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունն են դատապարտելու, եթե այդպիսի օրենք ընդունվի եւ ճիշտ անվանում, ուրիշ անվանում
դրվի։ Կապ չունի ինչ անվանում, կարևորը օրենքը ճիշտ մշակված լինի։ Կարծում եմ, որ Ռուսաստանից արձագանքը շատ ավելի մեծ է լինելու, մեծ վայնասուն է բարձրանալու Ռուսաստանի Դաշնությունից։ Եվ ընդհանուր առմամբ ասեմ հետևյալը. այն ամենը, ինչ տեղի ունենում Հայաստանում, Վրաստանում, մասամբ նաև Ադրբեջանում, այդ ամենը հետևանք է ռուս-ուկրաինական պատերազմի։ Այդ մասին այսօր ես գրել եմ նաև իմ Facebook-յան էջում։ Պետք չի մեղադրել Նիկոլ Փաշինյանին, որ Նիկոլ Փաշինյանը մեծ խառնաշփոթ է ստեղծել ազգի մեջ, պառակտել է ազգը, չէ։ Սա հստակ դրսից է գալիս։ Կարող է Նիկոլ Փաշինյանը ուզում է արագացնել այս process-ները, մաքրել հայ առաքելական եկեղեցին եւ որոշ տեղերում որպես ինքն էլ է մարդ սխալներ է գործում եւ ես միանշանակ այդ սխալներից խոսել եմ իր բառապաշարի, բառամթերքի առումով, ինքն էլ է խոստովանել, որ այլևս չի օգտագործելու այդ բառապաշարը իմիջայլոց, կան իհարկե սխալներ նաև իր կողմից, բայց նա փորձում է ուղղակի մաքրել Հայաստանը, Հայաստանի տարբեր մարմինները առողջացնել, նաև եկեղեցին, որպեսզի այն ամենը, ինչ հայկական է, ծառայի Հայաստանի շահերին, հայկական շահերին։ Դա չափազանց կարևոր է, բայց կրկնեմ, այս ամենը հետևանք է նրա, թե ինչ է տեղի ունենում հիմա Ուկրաինայում։ Դա միանշանակ է եւ ոչ միայն Հայաստանում են այդ process-ները, մենք տեսնում ենք, որ Վրաստանում եւս նման process-ներ կան, Ադրբեջանում եւս, Ադրբեջանը ուղղակի սահմանափակում է թե եվրոպական, թե ամերիկյան, ինչպես նաեւ ռուսական լրատվամիջոցները, կազմակերպությունները փորձում է ամրապնդել իր իշխանությունը, Վրաստանի իշխանությունները այլ ճանապարհ են ընտրել ամրապնդելու իրենց իշխանությունը, քանի որ կախվածությունը Վրաստանի ՀԿ-ների եւ լրատվամիջոցների Ռուսաստանի Դաշնությունից չէր, այլ ավելի շատ գրանտեր էին ստանում Եվրամիությունից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, իսկ Հայաստանն էլ պետք է վարվի այնպես, ինչպես բխում է Հայաստանի պետական եւ ազգային շահերից, սահմանափակելով ռուսական ազդեցության լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպությունները օրենքի մակարդակով։ Եվ մենք չգիտենք, թե վաղը ինչպես կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, կարող եմ անդրադառնալ նաեւ երկու բառով այդ պատերազմին, Սումի շրջանում այդքան էլ կարծես Ռուսաստանը արդեն հաջողություններ չունի, նույնիսկ նահանջ է ունեցել Խարկովի հատվածում ինչ որ մի փոքրիկ բնակավայր են կարողացել գրավել, բայց Կուրսկում եւս ունեն նոր խնդիրներ, այսինքն Ուկրաինան կարողացել է Կուրսկում եւս փոքր առաջխաղացում ունենալ, դրա պատճառով Ռուսաստանի Դաշնությունը իր զորքերը Սումիի հատվածից, որտեղ որ ուզում էր մեծ հարձակում իրականացնել, ստիպված է եղել տեղափոխել Կուրսկի շրջան։ Այսինքն ռուս-ուկրաինական պատերազմից շատ բան է կախված նաև մեր տարածաշրջանի համար, մեր ապագայի համար։ Եվ քանի որ խոսանք նաև մեծ գլոբալ քաղաքականությունից, չգիտեմ ինչպես ստացվում, որ այսպես արագ ենք հայկական թեմաներից անցնում նաև արտաքին քաղաքական թեմաների, բայց իրականում ես ամեն ինչ տեսնում եմ իրար հետ կապված եւ ասեմ հետեւյալը, որ իմ պատկերացմամբ այն ինչ տեղի ունեցավ Իրանում, Դոնալդ Թրամփի դիրքերը բավականին լուրջ ձևով ամրացրել է միջազգային ասպարեզում Ամերիկայի Միացյալ Նահանգների համբավը, փաստացի տեղեկություններ կան, ճիշտ է Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ կան տարաձայնություններ, թե այդ հրթիռները խոցել են թե չէ ատոմային օբյեկտները, բայց կարծես թե վնասը բավականին զգալի եւ մեծ է, հակառակ պարագայում դժվար թե Իսրայելը լռեր եւ չշարունակեր իր գործողությունները, եւ սա միայն ու միայն ավելացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Դոնալդ Թրամփի վարկանիշը եւ համբավը աշխարհում։ Հնարավոր Ամերիկայի Միացյալ Նահանգներում այլ պատճառներով իր վարկանիշը նվազել է, բայց ընդհանուր առմամբ հիմա իր հեղինակությունը բարձրանում է եւ պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին այլ կերպ էին փորձում խոսել արդեն Դոնալդ Թրամփի հետ։ Իսկ սա ուղիղ ազդելու է նաև ռուս-ուկրաինական պատերազմին, քանի որ մենք տեսնում ենք, որ իր հռետորաբանությունը եւս փոխվել է սկսել Վլադիմիր Պուտինի նկատմամբ, ճիշտ է Թրամփն է վաղը կարող է ուրիշ հայտարարություններ անել, դժվար է ընդհանուր առմամբ իրեն հասկանալ, վերլուծելը եւ մեկնաբանելը, բայց իմ պատկերացմամբ, քանի որ Իրանի ատոմային ծրագրի հարցը լուծեց, Ռուսաստանի Դաշնությանն էլ ժամանակ էր կարծես տվել, մենք գիտենք, որ ինքը փորձում է Ռուսաստանի Դաշնությանը քաշել դեպի իր կողմը, կտրել Չինաստանից, բայց երևի դա չի ստացվում, այդքան էլ չի ստացվում իր մոտ, հետեւաբար Ուկրաինայի մասով կարող է Դոնալդ Թրամփը կամաց-կամաց սկսի փոխել իր դիրքորոշումը, ինչը բնականաբար
ազդելու է նաև մեր վրա, հարավային Կովկասի վրա։ Եվ վերջում նաև անդրադառնանք, քանի որ կարևոր է, Իլհամ Ալիևի եւ Փեզեշքյանի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հեռախոսազրույցին, եւ կարևոր է այստեղ, որ Իրանի նախագահը կոչ է արել Ադրբեջանի նախագահին մանրակրկտորեն հետաքննել այն տեղեկությունները, թե իսրայելական ԱԹՍ-ները օգտագործել են Ադրբեջանի տարածքը։ Հետո Ալիևը նաև հայտարարությամբ է հանդես եկել, որ որոշ լրատվամիջոցներ փորձում են սեփ խրել Իրանի եւ Ադրբեջանի միջև նման բաները սուտ են, նման բան գոյություն չունի, բայց ահա արդեն բարձր մակարդակով նման հարցերը քննարկվում են, ինչը բնականաբար շատ հետաքրքիր է եւ լավ։ Ուկրաինայի մասով մոռացա ասելու, որ Հունգարիան հաստատի բլոկել է այն որոշումը, որ Ուկրաինան կարող է դառնալ Եվրամիության անդամ, այսինքն այս փուլում այդ հարցը բլոկում է Հունգարիան, եւ սա եւս շատ հետաքրքիր եւ կարեւոր տեղեկություն է, քանի որ մենք տեսնում ենք, որ խնդիրներ ունի նաեւ Եվրոպան իր ներսում, եւ դա բարդացնում է իրականում իրավիճակը, բարդացնում է նաեւ մեր մասով Հայաստանի եւ Վրաստանի մասով։ Եվ մեկ կարևոր տեղեկություն եւս, քանի որ խոսում ենք միջազգային կարևոր նորություններն ենք քննարկում, NBC-ն հետաքրքիր տեղեկությունների վրա է հղում արել, այսինքն կոնկրետ ՑՌԵՈ-ի տեղեկությունների վրա է հղում արել այն մասով, որ Պակիստանը գաղտնի ձևով սկսել է այնպիսի հրթիռներ ստեղծել, որոնք որ կարող են հասնել մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Բալիստիկ հրթիռների մասին է խոսքը, իսկ մենք գիտենք, որ Պակիստանը եւս ատոմային տերություն է, եւ եթե այդպիսի քայլերի է դիմում, սա մեծ շատ հեռու գնացող հետևանքներ կարող է ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, ամբողջ աշխարհի համար, նաեւ մեր տարածաշրջանի համար։ Շատ հետաքրքիր, կարևոր եւ վատ տեղեկություն է, բայց կարծում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա կկենտրոնանան նաեւ արդեն Պակիստանի վրա։ Հիմա այստեղ է կարևոր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա կենտրոնանալու են ավելի շատ ամրացնել Հնդկաստանին, որպես Պակիստանին եւ Չինաստանին հակակշիռ։ Այսինքն մենք տեսնում ենք շատ գլոբալ պայքար եւ մեծ փոփոխություններ եւ այստեղ մենք պետք է շատ կարևոր ձևով, ճիշտ ձևով մեր որոշումները կայացնենք։ Նաեւ հետաքրքիր տեղեկություն կա, որ Իրանը հիմա արդեն որոշում է կայացրել նոր ինքնաթիռներ ձեռք բերել, կարծես Չինաստանից, քանի որ Պակիստանը եւ Չինաստանը ընդհանուր առմամբ նույն ինքնաթիռներն են մոտավորապես արտադրում, Չինաստանը օգնում է Պակիստանին, դրա համար մի պահ խառնվեցի, հիշում եմ, որ այդպիսի տեղեկություն եւս կար եւ կարծես թե այդ ինքնաթիռները կոնկրետ Չինաստանից է փորձելու ձեռք բերել Իրանը։ Սա էր հիմնականում սիրելի հայրենակիցներ այս պահի դրությամբ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։